Իսկ ով կամ ովքեր են մեղավոր հանրությանը ոգևորող ամպագորգոր տեսանյութեր տարածելով քրեական գործեր հարուցելու եւ դրանք տարիներով քննիչների դարակում քնեցնելու համար։ Արդյոք այս իրողություններն անակնկալ էին Փաշինյանի համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացասական պատասխան է տալիս։ Միանշանակ սա Քարոզ Արշավի նախապատրաստական փուլ է, սա հերթական կեղծիքն ու մանիպուլյացիան է, որով պիտի փորձեն խաբել հասարակությանը։ Ասել, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը այս սրբադասվածների շարքում է եւ ինքը ոչինչ չի իմացել եւ չէր կարող իմանալ, շատ ծանրաբեռնված ալիքը գործեր ունի, այնտեղ խաչմերուկներ նկարում ու չգիտեմ ինչեր է բանակցում, մարդը չի իմացել, հիմա նոր եկել է, այնց շիվարել է, բարձում ինչ որ խնդիր կա, հիմա տվեք մանդատ, որ ինքը կարողանա այդ ամբողջ ծավալով այդ խնդիրները լուծել։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այլևս այդ խաբկանքին հասարակությունը չի տրվի, որովհետև սա կլինի մեզ համար ուղղակի կործանարար։ Թեև Փաշինյանի երեկվա ելույթը, այսպես ասած, նվիրված էր հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանի նշանակմանը, սակայն վարչապետն ընդգծեց, պետք է լսեն դատաիրավական համակարգի բոլոր ներկայացուցիչները։